Եկեք մեկ-մեկ խոսենք գրականության տարբեր ժանրերից։ Օրինակ, ծանոթ եք true crime-ին։ Եթե չէ, միջև վերջ լսեք այս ռիլը։ Սա վավերագրական ժանր է, որը ներկայացվում է գրականության, կինոյի, ոդքասթների ու այլ մեդիա ձևաչափերի միջոցով։ Ժանրի հիմքում ընկած է իրական հանցագործությունների հետաքննությունները, հանցագործությունների եւ նրանց զոհերի գործողությունների նկարագրությունները։ Ու 2020 թվականի յուգովի անցկացրած հետազոտության համաձայն հարցվածների կեսը հետաքրքրվում է true crime բովանդակությամբ։ Ու յուրաքանչյուր երրորդը շաբաթական առնվազն մեկ անգամ կարդում, դիտում կամ լսում է քրեական պատմություններ։ True crime-ի պատմությունը շատ ավելի հին է, քան կարող է թվալ։ Պրոֆեսոր Ջո Վիլթենբուրգը նշում է, որ այս ժանրի արմատները տանում են դեպի 16-րդ դար, երբ եվրոպական թերթերում եւ թռուցիկներում սկսվեցին տպագրվել դաժան հանցագործությունների ու խոշտանգումների մասին նյութեր։ Առաջին հեղինակներից էր նմանատիպ անգլիացի Հենրի Գուդկոլը, ով 1620-ից 1636 թվականներին սկսեց աշխատել Նյուգեյթ բանտում, ու հենց այդ ժամանակ նա սկսեց հրատարակել էժանագին թռուցիկներ, որտեղ մանրամասն նկարագրում էր բանտարկյալների սարսափելի հանցագործությունները։ Ու այդ հրապարակումները մեծ արձագանք էին գտնում անգլիացիների շրջանում, որոնց գրականության մակարդակը այդ դարաշրջանում արագորեն աճում էր։ Ժանրի զարգացման հաջորդ նշանակալի քայլը Տրումեն Կապոտեի Սահմանարյուն սպանությունը գործներ, վեպներ, 1966 թվականին գրված, ու այն հիմնված էր Կանզաս նահանգում Քլաթերների ընտանիքի սպանության իրական դեպքի հիման վրա։ Այս գիրքը ձևավորեց true crime-ի ժամանակակից կերպարը։ Հետագայում ժանրը շարունակում էր զարգանալ, հատկապես 1970-ից 80-ականներին, երբ սկսեցին խոսալ սերիական մարդասպանների մասին։ Ու այսօր անհնար է պատկերացնել մեդիա հարթակները առանց իրական քրեական իրադարձությունների վրա հիմնված գոնե մեկ ոդքասթի, սերիալի կամ ֆիլմի։